Չենք կարող Մարտուն Գրիգորյանին ճնշել, բայց մեր կարծիքը հայտնել ենք, ասել է Տիգրան Աբրահամյանը։ Մեր գործընկեր Մարտուն Գրիգորյանը չի եղել և չի ներկայացնում Հանրապետական կուսակցությունը։ Պատիվ ունեմ դաշինքում Մարտուն Գրիգորյանը հայտնվել է Հայրենիք կուսակցության քվոտայով։ Ասուլիսի ժամանակ հայտնել է Ազգային ժողովի Պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանը և անդրադառնալով այն հարցին, թե Մարտուն Գրիգորյանը պետք է միանա Վարդան Ղուկասյանին, թե ոչ, ընդգծել է. ՀՀԿ-ն այս գործոնները հաշվի առնելով իրեն չի կարող իրավունք վերապահել մեր խմբակցության անկուսակցական անդամի նկատմամբ ոչ ճնշում գործադրելու, ոչ ուղղորդելու, ոչ էլ նրան ասելու այն իրականությունը, որով նա պետք է շարժվի։ Մենք նրան հայտնել ենք այս թեմայի հնարավոր հանգուցալուծման հետ կապված կարծիքը, բայց զերծ ենք մնում դա հանրայնացնելուց։ Падգամավորը ընդգծել է նաև, որ վերջին օրերին Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ տարածվող տեղեկատվական հոսքը համարում է գարշելի և անընդունելի։ Նրա խոսքով Գրիգորյանը որպես մարդ և քաղաքական գործիչ որևէ կերպ արժանի չէ նման վերաբերմունքի։ Այս օրերին շատ կողմեր թեման օգտագործում են Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի թիրախավորման համար։ Կա տպավորություն, որ որոշ ուժերի նպատակը ոչ թե Գյումրիում Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնելն է, այլ Մարտուն Գրիգորյանի հայտարարություններն օգտագործելով կուսակցության դեմ արշավը շարունակելը։ ՀՀԿ-ն պատրաստ է ցանկացած պայքարի ամենակոշտինել և մենք թույլ չենք տա, որ մեր անունը, մեր ուժի քաղաքական գործունեությունը որևէ ձևով վարկաբեկվի կամ սևացվի, ասել է Աբրահամյանը։ Անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, Տիգրան Աբրահամյանն արձագանքել է. «Վստահ եմ, որ Մարտուն Գրիգորյանի մտքով երբևէ չի անցել անել մի քայլ, որը կարող է որևէ ձևով նպաստ բերել ՔՊԱ-ականների քաղաքականությանը։ Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ պրիմիտիվ իրավիճակ է, որը ստանդարտ լուծում է ենթադրում և դա տեղի չի ունենում։ Այդպես չէ։ Մենք չենք ցանկանում անել քայլեր, որոնք Մարտուն Գրիգորյանին խոցելի կդարձնեն։ Ինքը, իր ընտանիքը հստակ կեցվածք ունեն, դեռ ժամանակ կա։ Մարտուն Գրիգորյանը կհայտարարի իր դիրքորոշումը, որը վստահաբար չի վնասի Հայաստանին, հայկական պետականությանը։ Նույնիսկ եթե Մարտուն Գրիգորյանը համագործակցի Վարդան Ղուկասյանի հետ, ապա դա երկար կյանք չի ունենա, ասել է Նաիրի Հոխիկյանը։ Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումն այսպիսին էր. «Վստահությունը մարդկային հարաբերությունների ամենակարևոր պայմաններից մեկն է։ Եթե չկա վստահություն, չի կարող լինել ոչ ընկերություն, ոչ բարեկամություն, ոչ սեր, ոչ ընտանիք, ոչ մի բան։ Եղածն էլ ձևական ու ժամանակավոր խաբեություն է։ Նույնը նաև քաղաքական հարաբերությունների մեջ է։ Եթե չկա վստահություն միմյանց նկատմամբ, չի կարող լինել, բացառվում է ցանկացած համագործակցություն։ Նայում եմ Գյումրիում տեղի ունեցող գործընթացներին ու հասկանում, որ եթե նույնիսկ Մարտուն Գրիգորյանը վերջապես որոշի համագործակցել Վարդան Ղուկասյանի հետ, ապա դա երկար կյանք չի կարող ունենալ, քանի որ այս երկու գործիչներն ու նրանց թիկունքում կանգնած քաղաքական ուժերն ունեն 0% վստահություն միմյանց նկատմամբ։ Մարտուն Գրիգորյանի ու Վարդան Ղուկասյանի թիմակիցներն ամեն տեսակի մեղքերի մեջ իրար մեղադրում են ու դրանից հետո դուք հույս ունեք, թե նրանց հնարավոր համագործակցությունը երկար կյանք կունենա։ Աստվածաշունչն ասում է՝ ավազի վրա կառուցված տունը շուտ է փուլ գալիս։ Նույն կերպ վստահության բացակայությունը նման է ավազի վրա կառուցված տան, որն առաջին իսկ քամուց փլվում է։ Ընտրություններից անմիջապես հետո երկու թեկնածուները իրենց աջակցությունն հայտնեցին առավել ձայներ հավաքած թեկնածուին, իսկ մեկը, ումից կախված է Գյումրիի ապագան, մտածում է, բանակցում, առևտուր անում, երկրորդ պլան մղելով ՔՊ-ի դեմ պայքարը։ Դա ներքին վստահության բացակայության ապացույց է։ Ես դադարել եմ հույսեր կապել Մարտուն Գրիգորյանի ու Վարդան Ղուկասյանի միավորման հետ, որովհետև հասկանում եմ, որ գործ ունենք ոչ թե հայրենիքի համար մտահոգված ու րոպե առաջ դավաճանական ՔՊԱ-ական չեկիստներից ազատվելու ցանկության, այլ անցյալից եկող անձնական քինախնդրության, սեփական շահի և փառամոլության հետ, որտեղ չկա վստահություն միմյանց նկատմամբ։ Կարծում եմ Գյումրիում մոտ ամիսներին արտահերթ ընտրություններ կլինեն, որտեղ ՔՊ-ն իր ոստիկանական բռնություններով մեծամասնություն կկազմի կամ առանց ընտրության ՔՊ-ն կմեկուսացնի Վարդան Ղուկասյանին ու Մարտուն Գրիգորյանին և նորից Գյումրիի կառավարումը կվերցնի իր ձեռքը։
Բոլոր դեպքերում ընդդիմադիր այդ երկու թևերի միջև եղած կասկածները և անվստահությունը օգուտ են միայն թշնամուն ամոթ է։ Իսկ ով է դառնալու Գյումրիի քաղաքապետը, հարցի պատասխանը դեռ անհայտ է։ Մարտուն Գրիգորյանը շարունակում է լռել Վարդան Ղուկասյանին աջակցելու հարցի շուրջ, իսկ մինչ այդ նույն Ղուկասյանին վերագրվող ձայնագրության մասով արդեն քրեական վարույթ կա, գրել է Ֆակտոր TV-ն։ Ինչ խնդիրներ են տեսնում իրավապահները Ղուկասյանի մասով և ինչ են ուզում նրանից բռնագանձել։ Արամ Սարգսյանն էլ երեկ իր հարցազրույցում ասել է, որ Մարտուն Գրիգորյանը ղայդին տղա չի լինի, եթե պաշտպանի Վարդան Ղուկասյանին։ Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը կիրակի օրը կայացած արտահերթ ընտրություններից հետո որևէ մեկի հեռախոսազանգերին չի պատասխանում։ Գրիգորյանի առաջնորդած դաշինքը կազմված է Հայրենիք և Միացյալ Հայաստան կուսակցություններից։ Հայրենիքի նախագահ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը Ֆակտոր AM-ի հետ զրույցում հստակ չի ասել, թե երբ Մարտուն Գրիգորյանը կհայտարարի վերջնական որոշման մասին։ Ինչ որոշել է, թե ոնց է վարվելու կամ ոնց ենք վարվելու, կհայտարարենք այն ժամանակ, երբ կորոշենք, որ պետք է հայտարարենք, ասել էր Արթուր Վանեցյանը։ Հիշեցնենք, որ Գյումրիի ընտրությունների արդյունքում ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը 3 և Մայր Հայաստանի Կարեն Սիմոնյանը 2 մանդատ։ Մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է ունենալ 17 մանդատ։ Ռուբեն Մխիթարյանը և Կարեն Սիմոնյանն արդեն հայտարարել են, որ իրենք առանց որևէ նախապայմանի աջակցում են ընդդիմադիր թեկնածուներից առավել շատ ձայն ստացած Վարդան Ղուկասյանին, սակայն ակնհայտորեն դա բավարար չէ, քանի որ այդ երեք ուժերը միասին ունեն 13 մանդատ, իսկ անհրաժեշտ է 17-ը։ Ամեն ինչ կախված է Մարտուն Գրիգորյանից, եթե նա աջակցի Վարդան Ղուկասյանին, ապա վերջինս հեշտությամբ կարող է դառնալ քաղաքապետ, իսկ եթե Մարտուն Գրիգորյանն աջակցի ՔՊ-ին, ապա Սարիկ Մինասյանը կարող է դառնալ քաղաքապետ։ Մարտին Գրիգորյանը ընտրություններից հետո կրկնել է իր նախկինում արած հայտարարությունը, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, սակայն բոլորին է հայտնի, որ իր և Վարդան Ղուկասյանի միջև լուրջ կոնֆլիկտ կա, որը տասնյակ տարիների պատմություն ունի։ Դեռ որքան կլռի Մարտուն Գրիգորյանը ոչ մեկին հայտնի չէ։